Երկու օր առաջ գործընկերոջս պարոն Սերգեյ Բագրատյանի հետ շրջայց կատարեցինք, հերթական շրջայցը կատարեցինք Արմավիր քրեակատարողական հիմնարկ եւ չեմ ուզում այս բանին խոսել շենքային պայմանների կամ այլնի մասին, կար մի շատ հուզող հարց, որը բարձրաձայնեցին հանդիպումների ընթացքում կալանավորված անձինք, դա իրենց դատի օրը դատարան հասնելու խնդիրներ եւ ինչպես հասկացանք ունենք ուղեկցող գումարտակի, անձնակազմի կամ այլ խնդիրներ, հարցը ուղղում եմ ներքին գործերի նախարարին, խնդրում եմ պարզաբանեք ինչ է տեղի ունենում, որովհետև կալանավորված ցանկացած անձ օրերը եւ ժամերն է հաշվում, երբ ինքը պետք է հասնի դատարան, միգուցե այնտեղ անմեղ ճանաչվի կամ խափանման միջոցը փոխվի եւ այլն։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Համեցեք տիկին նախարար։ Շնորհակալություն հարցադրման համար, պարոն Թոմասյան, իրականում ձերբակալված անձանց եւ կալանավորված անձանց ուղեկցման թեման մշտապես մեր ուշադրության կենտրոնում է գտնվում։ Խնդիրը հետեւյալն է եւ խնդիրը նոր չէ եւ ուրախ եմ, որ նաեւ դուք եւս քաջատեղյակ եք խնդրին, հետեւյալն է, որ այս պայծրության ոստիկանության կողմից իրականացվում է թե ձերբակալված, թե կալանավորված անձանց ուղեկցումը եւ մենք արդեն շուրջ 1 տարի է ինչ մոդելային փոփոխության պլաններ են գծում, որպեսզի հետեւյալ սխեմայով առաջ շարժվենք։ Կառույցը իրականացնելու է ուղեկցումը եւ պահպանությունը տվյալ անձի, եթե շահառուն կոնկրետ տվյալ կառույցի լիազորությունների շրջանակներում է եւ հետեւաբար սխեման աշխատելու է հետեւյալ կերպ։ Ոստիկանությունը ուղեկցելու է ձերբակալված անձանց եւ ապահովելու է նրանց պահպանությունը, արդարադատության նախարարության կողմից իրականացվելու է կալանավորված անձանց եւ տնային կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցումը եւ դատական դեպարտամենտի կողմից իրականացվելու է դատական կարգադրիչների ծառայությամբ պահպանությունը, երբ որ գործ ունենք արդեն դատական նիստերի շրջանակներում տվյալ անձանց պահպանության հետ։ Իհարկե դեռ այս մոդելին հասնելու ճանապարհին շատ հարցեր ունենք կանոնակարգելու, այդ թվում հաստիկային, նյութատեխնիկական եւ դրա համար պիտի կենտրոնանանք այս պահի ունեցած իրավիճակի վրա եւ հասկանանք թե լուծումները որոնք են։ Այս պահին ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումը ունի 232 հաստիկային միավոր, որից թափուր է 126-ը եւ կարևորելով կալանավորված անձանց եւ ձերբակալվածների ուղեկցման թեման, հիմնականում բացի այս ուղեկցող ստորաբաժանումներից գործին միանում է նաև համայնքային ոստիկանության ստանդարտ բաժինների աշխատակիցները եւ ըստ այդմ կարողանում ենք իրականացնել ուղեկցումը հետեւյալ ծավալով, եթե ամփոփեմ 2024 թվականի կտրվածքով ամբողջ հանրապետությունում ունեցել ենք 20170 անձի ուղեկցման հետ կապված հայտ, որից չի կատարվել 27.7%-ը, ասեմ, որ մարզային մակարդակում հիմնական խնդիրն այդքան սուր չէ, առավելապես խնդիրը Երևանի շրջանակներում է, որովհետև շատ հաճախ են նշանակվում դատական նիստերը եւ շատ հաճախ մեր իրական հնարավորություններին կարելի ասել համադրված չի լինում process-ը եւ սա է պատճառը հանդիսանում, որ որոշ դեպքերում ունենում ենք չուղեկցման իրավիճակներ, բայց ինչն է նաև այստեղ կարևոր, որ մենք որևէ ձևով չստորադասելով այս իրավունքների իրականացման process-ները աշխատում ենք ամենայն առավելագույն ջանքերով ապահովել ուղեկցումը, բայց պիտի նաև նկատի ունենանք, որ եթե բաժինը իրականացում է ուղեկցումը, նշանակում է ինչ որ մի բան ոստիկանության հիմնական ֆունկցիոնալի տեսանկյունից տուժում է, որը հիմնականում հենց համայնքի հետ կապված աշխատանքն է, բայց եւ կարևորելով հարցը մենք շարունակում ենք իրականացնել այս process-ը, ասեմ նաև որ այս պայծրությամբ օրենսդրությունը չի կանոնակարգում տնային կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցման հետ կապված հարցերը եւս, բայց հաշվի առնելով հարցի կարևորությունը ոստիկանությունը շարունակում է այս խումբ անձանց ուղեկցման թեման իրականացնել եւս, եւ այս պայծրությամբ գործունք հայլեր ենք ձեռնարկում թե արդարադատության նախարարության մեր գործընկերների հետ եւ թե նաեւ դատական դեպարտամենտի հետ, որպեսզի այն մոդելը, որը որ գծագրված է, հնարավորինս սեմ ժամկետում կարողանանք իմպլեմենտացնել։ Եթե արձագանքեք, ես կփորձեմ շարունակել, պարոն Թոմասյան։ Համեցեք, պարոն Թոմասյան։ Շնորհակալություն եւ իհարկե շարունակեք, ես ուրիշ հարցադրում չեմ անելու, ուղղակի ուզում եի մի փոքր նաեւ խոսել իմ տպավորությունների մասին, հա, որովհետեւ անցած անգամ երբ ես բարձրացրեցի այս հարցը, ես կոնկրետ անդրադարձա Արմավիր քրեակատարողական հիմնարկում գտնվող, կարծեմ թե 8 կարանտինի խցերին, որը նախին նախարարը պատասխան ասեց, որ ֆինանսների նախարարության տիրույթում է, սպասում են ֆինանսավորմանը, որպեսզի այդ
բարենորոգման աշխատանքները կատարվեն եւ հիմա էլ ես նախարարից ճշտեցի, որ ելի կարծեմ թե այդ ներկայացված է ֆիննախի տիրույթում է, հուսամ այդ հարցներ կլուծվի, նաեւ ասեմ, որ շատ լավ տպավորություն թողեց բուժկետը քրեակատարողական հիմնարկի, որը հիմնովին վերանորոգված էր թե ատամնաբուժական հատվածում, թե այլ հատվածներում եւ նաեւ տեղեկացա, որ արդեն ունեն 24 ժամյա ջրամատակարարում խմելու ջրի հարցեր ոնց որ թե այդ մասով եւ խնդրում եմ շարունակեք։ Հիմնարկի պայմանների մասով այո, վերջին տարիներին հատկապես լավարկումներ կան, բայց ես շարունակեմ ուղեկցման թեմայով խոսքս։ Մինչև հիմնական մոդելին անցնելը, որը որ նշեցի, հիմնական շահառուների տեսքով, այս պահի դրությամբ արդեն իսկ ոստիկանության այլ ստորաբաժանումներից ևս կան գործուղումներ հիմնական ուղեկցման գործառույթին ծառայող, որպեսզի Երևան քաղաքում հատկապես կարողանանք դրական տեղաշարժ ապահովել եւ այդ 27.7%-ը, որն այս պահի դրությամբ կա, հնարավորինս մենք նվազեցնենք։ Զուգահեռաբար, քանի որ այս ծառայությունը այդքան գրավիչ ծառայություն որպես այդպեսին չի դասվում ոստիկանության համակարգում, որոշակի առումներով հաստիքային փոփոխություններ ենք իրականացրել, շուրջ 70 հաստիքային միավոր դարձել է արդեն սպայական կոչում ունեցող հաստիքային միավորներ եւ կարծում առաջիկա օրերին արդեն կկարողանանք համադրել այդ հաստիքները եւ ավելի արագ տեմպերով կազմակերպել ուղեկցումները, արդեն իսկ նախնական հավաքագրումները իրականացրել ենք մեր ծառայողների շրջանում, մնում են արդեն առաջիկա օրերի նշանակումները, կարծում եմ կկարողանանք դրական կերպով շարունակել այս process-ը կազմակերպել, զուգահեռաբար իհարկե պետք է նկատի ունենանք այն հանգամանքը, որ ոստիկանության հիմնական ֆունկցիոնալը եւս կարեւոր է եւ պետք է փորձենք բալանսավորված տարբերակով երկու թևով աշխատել։ Շնորհակալություն։